Հայաստանի երկնքում շուտով այսպիսի առկայծող փարոսիկներով թռչող սարքեր կնկատվեն։ Սա ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի տեխնիկական համալրումներից մեկն է։ Դրոնների միջոցով հնարավորություն ենք ստանալու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հետապնդելու, ինչպես նաև հետախուզվող մեքենան, տրանսպորտային միջոցները, ինչպես նաև դրոնների միջոցով հնարավորություն ունենք հետևելու զանգվածային միջոցառումներին, տեսնելու թե քանի քաղաքացիներ են մասնակցում զանգվածային միջոցառումին եւ հետևել դրանց բնականon ընթացքին։ Անօդաչու սարքերի միջոցով հնարավոր է լինելու նաև հասկանալ Երևանի որ հատվածներում են առկա խցանումներ, բարեկային կարգախմբեր ուղարկել այդ վայր եւ փորձել թեթևացնել դրանք։ Այս սարքերը շահագործելու են կարգախմբերի կառավարման բաժնի ծառայողները, որոնք ներկայումս անցնում են դասընթացներ։ Դրոնները ունեն զումի հնարավորություն, մինչև 350-450 մետր կարողանում ենք մոտիկացնել եւ մոտիկացնելու արդյունքում մենք կարողանում ենք տեսնել քաղաքացուն այնպես, ոնց որ դեմ դիմաց եւ այդ հենց դա մեզի թույլ է տալու քաղաքացուն անմիջապես նույնականացնել։ Սա կենտրոնի տեխնիկական համալրումներից միայն մեկն է։ Կենտրոնի աշխատակիցները մի քանի շաբաթ առաջ աշխատում էին այսպիսի պայմաններում։ Այսօր արդեն պայմաններն ամբողջությամբ փոխվել են։ Աշխատանքային պայմաններն են միանշանակ բարելավվել։ Այդ բարելավված աշխատանքային պայմաններից կցանկանայի նշել, որ արդեն ունենք առավել հագեցված տեխնիկական բազա, ինչը որ ավելի է հեշտացնում աշխատանքային բնականon գործընթացը։ Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանի խոսքով աշխատակիցների գործառույթներում եւս փոփոխություններ են եղել։ Նրանք շուտով կկարողանան տեսակապով սպասարկել նաև խոսքի եւ լսողության սահմանափակում ունեցող անձանց։ Վեր նշված սահմանափակումներով քաղաքացիները կարող են ահազանգել տարբեր խնդիրներով, թե կապված ոստիկանության ծառայությունների, թե պետական ծառայությունների եւ թե շտապօգնության եւ անձնական կարող են զանգահարել եւ հարցին լուծում տալ, որը գրեթե Հայաստանում դեռ չկա։ Աշխատակիցներն այս գործառույթն իրականացնելու համար այժմ անցնում են փորձաշրջան։ Հաջորդ փոփոխությամբ շուտով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում քաղաքացին ապահովագրական ընկերություն զանգահարելու փոխարեն միանգամից կզանգահարի կառավարման կենտրոն 102 համարով։ Քաղաքացիները ներկայումս զանգ են տալի ԱՊԱ բյուրո, այնուհետև անպայման պետք է տեղակայեն նաև ոստիկանությանը, իսկ մեկ զանգով ոստիկանություն զանգահարելով արդեն իսկ պետք չի լինի քաղաքացիներին ԱՊԱ բյուրո զանգահարել եւ իրենց խնդիրը ավելի արագ լուծում կստանա։ 2026 թվականին օպերատիվ կառավարման կենտրոնին է միանալու փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունը, իսկ 2027 թվականին շտաբ բժշկական օգնության 103 ծառայությունը։ Քրիստինե Թորոսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։